Երեկ Փաշինյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը հետևանք ունենալ չէր կարող։ Սակայն քչերը կարող էին կանխատեսել, որ այդ հայտարարության հետևանք իրեն զգացնել կտա արդեն 1 օր հետո։ Փաշինյանը այդ հայտարարությունը արել է Facebook-յան եթերում, ես ուզում եմ բառացիորեն մեջբերել նրա հայտարարությունը։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ երբ տարբեր եկեղեցիներում պատարագեր մասնակցում հնչում է կտրիչ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյոք նման բան կարելի է և թույլատրելի։ Այո, նման բան կարելի է և թույլատրելի, ասել է Փաշինյանը, նրա խոսքով պետք է ոչ միայն ձևավորել, այլև արտահայտել վերաբերմունք ու դրանից բխող գործնական արդյունքների հասնել։ Այսպիսով, խնդիրը ունի մի քանի շերտ, նախ իրավական շերտը կամ իրավաքաղաքական շերտը։ Փաշինյանը հերթական անգամ խախտել է Հայաստանի Հանրապետության 17-րդ հոդվածը, ինչը նա այս տարվա ընթացքում կամ անցնող մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ անգամներ արել է։ Նա խառնվում է եկեղեցու ներքին գործերին, երբ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչ է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է մի տիրույթ, որը սահմանադրությամբ իրեն վերապահված չէ։ Սակայն Փաշինյանի նման հակասահմանադրական գործելաոճին արդեն ցավոք սրտի վարժվել ենք։ Ու ի դեպ, Փաշինյանը ոչ միայն հոգևոր հարցերում է սահմանադրությունը խախտում և իրեն գլխավոր հոգևորականի տեղ դնում, այլ նա փորձում է այս երկրում միջամտել բոլոր ոլորտներին, վերահսկել ամեն ինչ և ամենինքի։ Նա գլխավոր դրամատուրգ է, անհրաժեշտության դեպքում գլխավոր գինեկոլոգ կլինի, գլխավոր աղբահավաք կլինի և այլն, և այլն, տիպիկ տոտալիտար մտածելակերպ։ Սակայն երեկվա խոսքում Փաշինյանի շատ ավելի վտանգավոր մի շեշտադրում կար։ Նա ըստ էության ներդրում է պատարագի ընթացքում բողոք արտահայտելու կամ որ նույնն է սադրանքներ կազմակերպելու ինստիտուտը։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Նախ խոսքի մակարդակով, կրկնում եմ, հակասահմանադրական վարքագիծ դրսևորելով, նա լեգիտիմացնում է այդ երևույթը, այսինքն ասում է, որ կանոնիկ պատարագների ժամանակ կարող է գնալ խանգարել այդ պատարագը, այլ խոսքով ասած, սադրանք կազմակերպել։ Բնականաբար, այս խոսքի լեգիտիմացմանը հաջորդելու են այսպես կոչված ինքնաբուխ միջադեպերը։ Այսինքն, վերևից ինչ-որ մարդիկ կրանգավորվեն, կգնան եկեղեցիներ, այդ սադրանքը կկազմակերպեն, հետո երբ որ մեր հավատացյալ ժողովրդի մեծամասնությունը, որը եկել է պատարագի, հետևում է եկեղեցու կանոնիկ իրավունքներին, կփորձի այս մարդկանց կարգի հրավիրել, դա կհամարեն բռնություն, որովհետև իբրև թե քաղաքացիները ինչ-որ մեկի արտահայտվելու իրավունքը սահմանափակել են։ Ահա մոտավորապես սադրանքների ներդրման ինչպիսի մեխանիզմ է մշակել Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին նա հուսահատ այն վիճակից, որ իր հակաեկեղեցական քաղաքականությունը չի վայելում հասարակության մեծամասնության աջակցությունը, հուսահատված այն հանգամանքից, որ իր պատկերացրած կարճ ժամանակահատվածում նա չի կարողանում լուծել կաթողիկոսի հեռացման հարցը, հիմա որոշել է բացահայտ սադրանքներ հրահրել, քաղաքացիական բախումներ հրահրել, եթե կուզեք քաղաքացիական պատերազմի սերմերձ անել, ինչի շնորհիվ կկարողանա հասնել իր այսպես կոչված բաղձալի նպատակին։ Եվ ահա այսօր Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը արդեն խոսքի մակարդակում
որոշակի արդյունք տվել է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնել էր իր աղանդավորական թափառախմբով Գառնի այդ համայնքի եկեղեցում մասնակցելու ֆեյք պատարագի։ Եվ ահա նրա թափառախմբի ներկայացուցիչներից մեկը բառացիորեն լրագրողին բառացիորեն ասում են, որում իշխանական լրատվամիջոցի լրագրողի բառացիորեն ասում է, որ մի հատ քար տփեն գլխին սատկացնեն։ Սա ասում է կաթողիկոսի հասցեին։ Այսինքն Փաշինյանի կողմնակիցներից մեկը ըստ երևույթին ոգեշնչվել է, ոգևորվել է, քաջալերվել է Փաշինյանի երեկվա հայտարարությունից եւ պատրաստվում է քարը տփել կաթողիկոսի գլխին եւ նրան սպանել։ Համենայն դեպս հրապարակային նման կոչ է անում։ Շատ արագ իշխանություն լրատվականը, ընդդիմադիր ինֆորմացիոն ռեսուրս պարզել է Փաշինյանի այս կողմնակցի ինքնությունը։ Ուրեմն Փաշինյանի բուծած այս խուլիգանը Գառնի բնակիչ Էդվարդ Ստեփանյանն է, ով համայնքում հայտնի է Ջնդոյի Էդո մականունով, բայց սա չէ էականը, նա Գառնիի համայնքապետարանի աշխատող է։ Գառնիի համայնքապետը ՔՊ անդամ է, ենթադրաբար այս Ջնդոյի Էդո կոչվածը, որն այլևս իրեն աֆիլիացրել է որպես Փաշինյանի մոլի կողմնակից եւ փաստորեն սադրանք կազմակերպելու քաստինգի է մասնակցում, ըստ ամենայնի կամ ՔՊ-ից է, կամ հարում է այդ քաղաքական թիմին։ Հիմա շատ տրամաբանական ու լեգիտիմ հարց է հնչում։ Գառնիի բնակիչ, Գառնիի համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանը, որը հայտնի է Ջնդոյի Էդո մականունով, այսօր հրապարակավ սպառնացել է սպանել Վեհափառ Հայրապետին։ Ինձ եւ բազմաթիվ մեր հայրենակիցների, իմ հարյուրավոր հետևորդների հետաքրքրում է հետեւյալ հարցը. արդյոք իրավապահ մարմինները գնացել են այս մարդու հետքերով, արդյոք նրան հարձակնել են, արդյոք հարուցված վարույթ կա, թե ոչ։ Թե երբ իշխանության ներկայացուցիչն է նման հայտարարություններ անում, նրան ոչ միայն չեն պատժի, այլ կխրախուսեն, գուցե կլորիկ պարգևավճար տան, որովհետև նա ըստ էության իմպլեմենտացնում է այն կամ իրականացնում է այն, ինչ հայտարարության մակարդակով հնչեցրել է Փաշինյանը։ Այս հարցը հարկ է պահել ուշադրության կենտրոնում։ Հակառակ պարագայում ստացվում է, որ օրենքը այն էլ ամբողջ խստությամբ տարածվում է միայն ընդդիմադիրների վրա, իսկ իշխանության բուծած խուլիգանները օրենքից վեր են։